Բարելույս բոլորին, շարունակում ենք մեր ուսումնասիրությունը աստվածաշնչյան թեմաների և այսօրվա դասը կոչվում է հանգիստ փոխհարաբերություններ և վերականգնում։ Հիշելու համարն է ծննդոց 45-5։ Հիմա մի տխրեք ու մի նեղվեք, որ ինձ վաճառեցիք այստեղ բերվելու համար, որովհետև Աստված ինձ ուղարկեց ձեր առջևից ձեր կյանքը պահպանելու համար։ Այստեղ վերվում է մի օրինակ, որ մեկ մարդու Ջոնի անունով նա նեղեր, բայց նրան նեղադրեցին բռնաբարության մեջ, որովհետև այդ կինը մատնացույց արեց իրեն, թեև բոլոր ապացույցները դեմ էին, այսինքն ամբողջական ապացույցներ չունեին, չէին կարող միայն ապացույցներով իրան դատել, բայց քանի որ այդ կինը պնդեց, որ չէ, այս մարդն է ինձ արել այդ վատ բանը, նրան նստացրեցին և նա նստեց 14 տարի հետո գենետիկ ստուգում արեցին և պարզվեց, որ այդ մարդը չի բռնաբարել այդ կնոջը, և այդ կինը շատ վատ զգաց և որոշեց այնուամենայնիվ այցելել այդ մարդուն և ներողություն խնդրել նրանից, բայց չգիտեր, թե ինչ պիտի ասե այդ մարդուն, որ կոտրել էր այդ մարդու կյանքը, 14 տարի խլել էր այդ մարդու կյանքից իր սխալ պատկերացման պատճառով։ Եվ տղամարդը ազատվեց բանտից, այս կինը որոշեց գնալ և տեսնել նրան։ Եվ սենյակում երբ սպասում էր նրան, և այդ տղամարդը ներս մտավ, նրանք նայեցին իրար, աչքերը հանդիպեցին և արցունքները հոսեցին այդ կնոջ աչքերից։ Եվ այս տղամարդը իրոք իրեն պահեց իսկական տղամարդու պես, վայել տղամարդուն և վայել մարդու պես, և տեսնելով, որ այս կինը արդեն հասկացել է և շատ զղջում է իր արածի համար, մոտեցավ նրան, բռնեց այդ կնոջ ձեռքը և ասեց, որ ես ներում եմ քեզ։ Եվ այս կինը ասում է, ես չի կարողանում հավատալ, իմ առջև կանգնած էր մի մարդ, որին ես ատել էի և միայն նրա մահն էի ցանկացել, և այս պահին նա իմ առջև է և ասում է, որ ներում է ինձ, նրան, ով նման չարիք է պատճառել իրեն։ Եվ միայն այդ ժամանակ ես սկսեցի հասկանալ, թե իրականում ինչ է նշանակում շնորհը, ու դրանից հետո միայն ես սկսեցի վերականգնվել և ճշմարիտ հանգիստ գտնել։ Հետաքրքիր ինչ հոգնեց այս մարդուն ներել այս կնոջը։ Հավանաբար ոչ միայն արցունքները, խղճահարությունը, այլ նաև միգուցե այդ մարդը մտավ այդ կնոջ դրության մեջ, այսինքն երբ որ կնոջ հետ նման բան է պատահում, շատ հնարավոր է, որ այդ պահի ազդեցության տակ կինը սխալ եզրակացություններ անի և սխալ հիշի, որովհետև ինքը նորմալ դրության մեջ չի։ Միգուցե դա էլ օգնեց այդ մարդուն հասկանալ և ներել այդ կնոջը, այսինքն այն մեծ ցավը, որ այդ կինը քաշել էր, դրդել էր նրան ոչ ադեկվատ քայլերի։ Եվ նմանատիպ միգուցե ավելի վատ ձև էին վարվել Հովսեփի հետ։ Կարդանք Ծննդոց 42 գլխի 7-20 համարները։ Ուրեմն դրանից առաջ նշենք, որ ի վերջո Հովսեփի կյանքը նորմալացել էր, նա դուրս էր եկել բանտից, նույնիսկ դառել էր Prime Minister, փարավոնի երկրորդ մարդը, և ամուսնացել էր իրենց կրոնի ամենագլխավորի աղջկա հետ։ Եվ իհարկե նրանից ունեցել էր 2 երեխա և ամեն ինչ շատ լավ էր, նրա միջոցով փրկվեց ոչ միայն եգիպտական ազգը, այլ նաև սովից, այլ նաև կողքի ազգերը, որտեղ հնարավորություն էին գալ և գնել այդ հացը նրանցից,
ցորենը։ Ուրեմն կարդանք, հետո ինչ պատահեց, այսինքն Հովսեփը հանգիստ արդեն հանգստացել էր, կարծես թե եւ հիմա նորից մի բան է պատահում, որ ամեն ինչ տակնու վրա է անում։ Ուրեմն 42 գլուխ 7-ից 20 համարները Եվ հենց որ Հովսեփը իր եղբայրներին տեսավ, այսինքն իր եղբայրների մոտ էր սով, որտեղ իրենք էին, եւ նրանք որոշեցին, լսել էին, որ Եգիպտոսում ցորեն կա եւ որոշել էին գային եւ գնային։ Եվ Հովսեփը տեսավ, որ իր առջև կանած են իր եղբայրները, եկել են ցորեն գնելու։ Հենց որ Հովսեփը իր եղբայրներին տեսավ, ճանաչեց նրանց, բայց ինքը իրեն նրանց չճանաչեցրեց։ Չասեց, գիտեք, ես Հովսեփն եմ, եւ բնական է նրանք չէին երբեք մտածի, որ այս մարդը որպես ստրուկ ծախեցի նրան, ոնց կարար ինքը ստրուկից չէին պատկերացնի, որ ինքը ստրուկից դարել էր փարավոնի երկրորդ մարդը։ Եվ նրանց հետ խստությամբ խոսեց եւ նրանց ասեց, որտեղից եք եկել, եւ նրանք ասեցին, Քանանի երկրից, կերակուր ծախու առնելու։ Այստեղ նա խստությամբ խոսեց նրանց հետ ոչ թե նրա համար, որ ինքը չէր ներել, այլ որովհետև ուզում էր իր համար պարզել մի բան, որ տարիներ տանջել էր իրեն, այսինքն ինչպիսին է հիմա վիճակը իր հոր, իր եղբոր, միգուցե նրանք նույն ձև են վարվել իր եղբոր հետ, այդ հարցը իրան շատ են տանջել, եւ հիմա ինքը մի բան պիտի մտածեր, որ նրանց մեջից դուրս քաշեր տեղեկություն իր հոր եւ իր եղբոր մասին։ Եվ նրանք ասեցին, Քանանի երկրիցը կերակուր ծախու առնելու, եւ Հովսեփ իր եղբայրներին ճանաչեց, ստեղ կրկնվում է, բայց նրանք չճանաչեցին նրան, եւ Հովսեփը հիշեց այն երազները, որ նրանց վրա տեսել էր, եւ ասեց նրանց. դուք լրտեսներ եք, եկել եք երկրի բացությունը տեսնելու, եւ ասեցին նրան. ոչ տեր իմ, այլ քո ծառաները եկել են կերակուր ծախու առնելու։ Ուրեմն ինքը մեղադրեց նրանց լրտես ասելով, ոչ թե լուրջ մտածում էր, որ լրտես են, պարզ է, որ ինքը գիտեր, որ լրտես չեն, բայց որպեսզի նրանց մեջից տեղեկություն քաղի։ Ոչ տեր իմ, այլ քո ծառաները եկել են կերակուր ծախու առնելու, մենք ամենքս մեկ մարդի որդիներ ենք, մենք ուղիղ ենք, ծառաները լրտեսներ չեն։ Եվ նա ասեց նրանց. ոչ, այլ եկել եք երկրի բացությունը տեսնելու, եւ նրանք ասեցին. մենք 12 ծառաները Քանանի երկրում մեկ մարդի որդիք են, եղբայրներ։ Եվ ահա կրտսերը այսօր մեր հոր մոտ է, եւ մեկը չկա։ Եվ Հովսեփ ասեց նրանց. սա է, որ ձեզ հետ խոսեցի ասելով, թե դուք լրտեսներ եք, սորանով պետք է փորձվիք։ Այսինքն, ես չեմ կարա ձեր խոսքերին հավատամ, ինձ ապացույց է պետք, որ դուք իրոք մի մարդու որդի եք եւ ձեր ասածները ճիշտ են։ Փարավոնի կյանքը վկա է, որ դուք այստեղից դուրս չեք գա, եթե ձեր կրտսեր եղբայրը այստեղ չգա։ Ձեզանից մեկին ուղարկեցեք, ձեր եղբորը բերելու, եւ դուք կբանտարկվեք, որ ձեր խոսքերը փորձվեն, թե արդյոք ձեզանում ճշմարտություն կա, եւ եթե ոչ փարավոնի կյանքը վկա, որ դուք լրտեսներ եք, եւ 3 օր բանտը դրեց նրանց։ Եվ երրորդ օրը Հովսեփը ասեց նրանց. իհարկե Հովսեփի չարությունը չէր, որ դրթեց Հովսեփի նրանց բանտը դնել, այլ նա եւս մեկ հնարավորություն տվեց, որ նրանք մտածեն, երբեք այս կյանքում ոչ մի բան պատահական չի լինում։ Միշտ մենք ցանում ենք, հնձում ենք այն ինչ որ ցանում ենք։ Եվ Հովսեփը նրանց հնարավորություն տվեց, որ բանտում մտածեն, որ եւ հիշեն, որ ինչ որ ցանել են, դա է հիմա հնձում։ Եվ երրորդ օրը Հովսեփն ասեց նրանց. սա արեք, որ ողջ մնաք, այսինքն Հովսեփի սիրտը չէր դիմանում, որովհետև գիտեր իր ընտանիքը սոված է, իր եղբայրն իր ընտանիքները սոված են, երեխաները, եւ նա ընդամենը 3 օր պահեց եւ ասեց. սա արեք, որ ողջ մնաք, ես Աստվածանից վախող եմ։ Եթե դուք ուղիղ եք, ձեր եղբայրներից մեկը ձեր բանտարկված տան մեջ արգելվի, եւ դուք գնացեք ձեր տան սովածության համար պաշար տարեք։ Այսինքն ես մեծահոգ եմ, ես չեմ ուզում ձեր բոլորին թողնել եւ մեկին բաց թողել, այլ մեկին եմ թողում։
և մնացածին բաց թողում։ Եվ ձեր կրտսեր եղբորն ինձ մոտ բերեք, որ ձեր խոսքերը ճշմարտանան և չեք մեռնի։ Այսինքն ինքը ուզում էր համոզվել իրոք իր եղբայրը ողջ և առողջ է։ Եվ այնպես արի, և նրանք իրար ասում էին. իրավ մենք մեր եղբոր վրայով հանցավոր ենք, որովհետև տեսանք նորահոգու նեղությունը, երբ որ նա մեզ աղաչում էր և չլսեցինք, դրա համար է գալիս մեզ վրա այս նեղությունը։ Այսինքն տեսեք, ինչից ենք մենք ենթադրում, որ իրենք փոշմանել են, զղջացել են իրանց արածից, հենց այս խոսքերից։ Եթե իրանք զղջացած չլինեին, իրանք կասեն, ինչ չար մարդ ես, ինչի է առանց պատճառի, առանց ապացույցների մեզ մեղադրում, որ մենք շպիոնենք և լրտեսենք և մեզ անտեղի տեղը բանտ է գցում, սա ինչ է, սա անարդարություն է և այլն։ Նո, իրանք այդպես չասեցին, որովհետև իրանք լավ գիտեն, որ մարդ այս կյանքում հնձում է այն ինչ որ ցանում է, և իրանք բաց հասկացան պատճառը, ասեցին մեր այն, որ մենք մեր եղբորը ծախեցինք, այդ մեղքը մեր վրա է և դրա պատիժն է, որ մեր վրա գալիս է։ Եվ Ռուբենը պատասխանեց նրանց, մինչև 20 համարներ։ Okay, so Հովսեփը, ինչից ենք մենք իմանում, որ Հովսեփը ներել էր իր եղբայրներին։ Ինքը կարող է նրանց հետ շատ դաժանվարվել, իր վրեժը լուծել, բայց Հովսեփը չարեց դա, որովհետև վաղուց ներել էր։ Եթե ինքը չներեր, ինքը չէր կարող Աստծո հետ մոտիկ լինել և հասնել այն վիճակին, որ հիմա ինքը այդ վիճակում էր, այսինքն այդ բարձր վիճակին, առաջինը հոգևոր բարձր վիճակին, որովհետև երբ որ մենք չենք ներում, երբ որ մենք ատում ենք, երբ որ մենք նախանձում ենք, մեր մեջ ֆիզիկապես թույն է արտադրվում։ Այն չի սպանում մեզ անմիջապես, բայց այն քիչ-քիչ արտադրվում է և թունավորում մեր մարմինը։ Եվ բժիշկները նույնիսկ պարզել են գիտնականները, որ շատ մեծ տոկոս, երբ որ դու ռակ ես ընկնում, այսինքն հայերենից էր, չեմ կարող անհիշել, չարորակ ուռուցք ես ունենում, շատ այդ մարդկանց մոտ է լինում, ովքեր ատում են, չեն կարող ներել և նախանձում են և նրանց մոտ առաջանում են չարորակ ուռուցքներ, որտեղ թույն է արտադրվում նրանց մարմնում։ Ուրեմն ֆիքսենք շատ պարզ, որ Հովսեփը վրեժ չէր լուծում։ Հովսեփը որոշել էր պարզել, արդյոք նրանք զղջացել են և արդյոք ինչպես է իր հայրն ու իր եղբայրը։ Ինչու է, և այստեղ հարցում, ինչու է Հիսուսը այս նախադասությունը կարդամ, որտեղ շատ կարևոր է։ Գործնականում աստվածաշնչյան սկզբունքները մեր հարաբերություններում կիրառելը չի նշանակում, որ մենք երբևէ կարող ենք ընդունել բռնությունը։ Մեզանից յուրաքանչյուրը թանկ է Աստծո համար։ Հիսուսը խաչի վրա մեզանից յուրաքանչյուրի համար վճարեց ամենամեծ գինը, և ինչու է Աստված, երբ որ մենք մեկին վիրավորում ենք, մեկին վատություն ենք անում, Հիսուսը դա անձնական իր վրա է ընդունում։ Ինչու, կարդանք Մատթեոս 25:41-46։ Եվ վախենալով 25:41-46 Այն ժամանակ կասել ձախ կողմիններին։ Ուրեմն այս հատվածը Հիսուսը խոսում է և իր գալուստի մասին է պատմում, ասում է, երբ որ գամ հրեշտակների հետ երկրորդ անգամ, ինչ տեսարան է լինելու, ասում է, այն ժամանակ կասեմ, ասում է, կբաժանեմ մարդկանց երկու մասի, մեկ մասը կոչվում է ոչխարներ, գառներ, մյուս մասին կոչվում է այծեր։ Եվ ասում է,
Այծերը իմ ձախ կողմը կլինեն գառնուկների մաչ կողմը։ Եվ ասում են իմ ձախ կողմիներին կասեն ինձանից դեն գնացեք ով անիծյալներ հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է սատանայի և նրա հրեշտակների համար։ Այսինքն Հիսուսը չէ պլանավորել, որ մենք վարվենք այդ կրակի մեջ, այլ այդ կրակը, այդ պատիժը առաջինը սատանայի իր հրեշտակների համար է, որտեղ իրենք այս բոլորը սկսեցին, և մենք հնարավորություն ունենք այդ կրակից փրկվելու, բաժանվելով սատանայից, մեղքից չլսելով սատանային։ Սակայն երբ որ մենք լսում ենք սատանային և շարունակում ենք մեղքի մեջ մտալ գիտակցաբար, մտադրությամբ, ապա մենք այդ կրակի մեջ կհայտնվենք սատանայի և իր հրեշտակների հետ։ Որովհետև ես սովեցի և դուք չտվիք ինձ ուտել, ծարավեցի և ինձ չխմեցրիք, օտար էի և ինձ ձեզ մոտ չարաք, մերկ և ինձ չհագցրիք, հիվանդ և բանտի մեջ և ինձ չայցելեցիք, այն ժամանակ նրանք էլ կպատասխանեն և կասեն. Տեր, քեզ երբ տեսանք սոված, կամ ծարավ, կամ օտար, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտի մեջ և քեզ ծառայություն չարինք։ Այն ժամանակ կպատասխանեն նրանց և կասե. ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետև այս փոքրերից մեկին չարիք, ինձ էլ չարիք։ Այսինքն Հիսուսը նույնացնում է իրեն մարդկանց հետ, իր զավակների հետ և մանավանդ նրանց հետ, ովքեր տվյալ դեպքում վատ վիճակում են, ոչ թե նրանց հետ, ովքեր լավ վիճակում են։ Նույնը ծնողական հարաբերությունների մեջ է, երբ որ ծնողը տեսնում է, որ եղբայրները կամ քույրերը իրար լավ են վերաբերվում և օգնում են իրար, ծնողը շատ հանգիստ է, դա համարյա նույնը ինչ որ կարծես քեզ են անում, ծնողին են անում և շատ ուրախ են, բայց երբ որ ծնողը տեսնում է, որ իրար վիրավորում են և իրար վատություն են անում, շատ է տխրում, որովհետև բոլորն էլ իր զավակներն են, ինքը գիտի նրանց թե թույլ կողմը, թե ուժեղ կողմերը, սխալները, և ծնողը միշտ, իհարկե նորմալը դա է, միշտ պիտի բռնի ում կողմը, նրա կողմը, ով որ անարդարացիորեն հալածվում է։ Եթե դա մի անգամ մի զավակն է, բռնում է սրա կողմը, մի անգամ է մյուս զավակն է, բռնում է մյուս զավակի կողմը։ Եվ սխալ է այն ծնողը, որ սիրում է մեկին ավելի շատ, քան թե մյուսին, և այդ մեկը ինչքան էլ սխալ անի, միշտ արդարացնում է նրան, միշտ լկստացնում է նրան և չի պաշտպանում մյուսին այս մյուս զավակից և ուղղակի պարտադրում է, որ պիտի ուղղակի ներես, ինքը իրավունք ունի դա անել։ Այսինքն շատ ուշադիր լինենք, նույն բանը գալիս է Հիսուսի հետ, Աստծո հետ, երբ որ Աստված տեսնում է, որ մեկին նեղացնում են, ինքը այդ նեղացնողի կողմն է, ոչ թե այսինքն նեղացվողի կողմն է, ոչ թե նեղացնողի, և դերերը կարող են փոխվել, կարող է նեղացնողը դառնա նեղացվող, բայց միշտ էլ Հիսուսը նեղացվողի հետ է։ Եթե տվյալ դեպքում Հովսեփ ուներ այդ ուժը, ինքը կարող էր վրեժ լուծել իր եղբայրներից, ինքը կարող էր վատություն անել, նեղացնել իրենց, բայց ինքը կաներ նույն ինչ որ իրանք արեցին, այսինքն նեղացվողից կդառնար նեղացող և Աստված հավանություն չէր տա նրա գործունեությանը, որտեղ Աստված ասում է ներեք, ինչի և այդ առակն էլ բերում է, որ ասում է մի թագավորի ծառա անօրինական ձևով փողերը վատնել էր և հիմա ասում է բեր այդ փողերը հետ ասենք թե 1 միլիոն, շատ մեծ գումար և սա ծնկի է գալի խնդրում ասում է չունեմ որտեղից բերեմ, խնդրում եմ ինձ ժամանակ տուր, որ փակեմ այդ պարտքը և թագավորի սիրտին դպչում է և նա ընդհանրապես ներում է և բաց է թողում, չի դնում բանտ։ Եվ այս մարդը, որ ներված էր արդեն այդ մեծ պարտքից, գնում է այն մյուսի մոտ, որ ընդամենը $100 է իրան պարտ և բռնում է օձիքից խեղդելով և ասում է տուր ինձ այդ $100, եթե չէ ես քեզ բանտ եմ գցում։
Սա էլ նորից խնդրում ասում են ժամանակը, որ ես վճարեմ, ես հիմա չունեմ։ Եվ բայց սա ժամանակ չի տալի, ուղղակի գցումաբանդ եւ թագավորի ծառաները գնում ասում են, որ գիտես այն մարդը, որին դու միլիոն ես ներել, $100 համար իր ծառային, իր մոտիկին գցել է բանտը եւ ջղայնանում է, թագավորը ասում որ բերեք իրան։ Բերում է եւ ասում դու բանտում կմնաս այնքան ժամանակ, մինչեւ որ այդ 1 միլիոնը չվճարես։ Եվ վերջում Հիսուսը ինչ է ասում, ասում այսպես կլինի նաև Աստծո թագավորությունում։ Եթե մենք ուզում ենք ներվենք Աստծո կողմից, ուրեմն մենք պիտի ներենք։ Այսինքն, երբ որ մենք աղոթում ենք հայրներ, որ երկնքում է, Սուրբ թող լինի քո անունը, եկեսե քո արքայությունը եղեցին կամքը, որպես երկինս եւ երկրի, այսօրվա մեր հացը տուր մեզ այսօր եւ թող մեզ մեր պարտքերը, այսքան մեր մեղքերը, որպես եւ մենք եք թողում մերոց պարտապանած։ Էլ քո աղոթքը չի թողի, եթե դու չես ներում։ Ասма դու մեզ ների, ոնց որ մենք ներում ենք ուրիշներին, եթե ես չեմ ներում ուրիշին, իմ մեղքը չի ներվի Աստծո կողմից։ Եվ ինչու մենք կարող ենք հիմք գտնել ներելու, որովհետեւ Հիսուսը առաջինը ուրիշ մարդիկ Հիսուսի սեփականությունը նայել իր արյունով գնել է։ Երկրորդը մենք նույնպես մեղավոր մարդիկ ենք, մենք էլ ենք մեղանչու, բայց միգուցե տարբեր ձևով, բայց միևնույն է մեղք է Աստծո առաջ, միգուցե սա ինձ է նեղացրել, իսկ ես ուրիշին եմ նեղացրել։ Այսինքն մենք մեր մեղավոր բնույթը մեզ իրավունք է վերապահում նեղացնելու, բայց երբ որ մեզ են նեղացնում, մենք շատ ենք վրդովում, իսկ ինչու չենք վրդովում, երբ էլ մենք ենք ուրիշին նեղացնում անտեղի տեղը։ Ուրեմն հիշենք սա, որ ներելը առողջարար է, ոչ միայն մեր հոգևոր կյանքի համար, այլև մեր ֆիզիկական կյանքի համար։ Մեր մարմինը շատ թույլ է, որպեսզի դիմադրի այն թույնին, որ արտադրվում է, երբ որ մենք նորից ու նորից ատում ենք եւ մեր մտքի մեջ այդ ամեն ինչը գնում է, գալիս է եւ խաղաղությունը կորցնում ենք։ Մարդու առողջությունը շատ կապված է խաղաղ լինելու հետ։ Եվ այն մարդը, որ ճաշակել է Աստծո հետ խաղաղություն ունենալը, այսինքն միշտ խաղաղության մեջ ապրելը, որ որոշում է ներել, այո, մենք կարող ենք չներել, դա մեր ընտրությունն է, բայց դրա հետևանքները շատ վնասակար են, հապուկ ասած վնասակար են, շատ կործանար, երբ որ մարդիկ սկսում են չներել իրար։ Հիմա Հովսեփը ներել է իր եղբայրներին, բայց ինքը կարիք ուներ իմանալու, առաջինը տեղեկություն ստանալու իր եղբոր եւ հոր մասին, երկրորդը պարզելու իր եղբայրների առջև զղջացել են, թե չէ։ Եվ ամեն անգամ, երբ որ լսում էր նրանց խոսակցությունը, նա հասկանում էր, որ նրանք զղջացել են, 42 գլխի 21-24 համարում Ծննդոց 42 Աստեղ ասում է, և նորից կրկնվում է, և նրանք իրար ասում էին, իրավ մենք մեր եղբոր վրայով հանցավոր ենք, այսինքն իրանք հասկացել էին, որ իրանք մեծ մեղք են գործել իրենց եղբորը հետ այդ ձևով վարվելու, և գիտեք դա առաջին քայլն է, երբ որ դու տեսնում ես, որ քեզ վատություն անողը, քեզ նեղողը հասկացել է և իրոք զղջում է և փոշմանել է իր արածից, դա ավելի է հեշտացնում ներելու գործը, ուրախանում ես, որ այդ մարդը հասկացել է և ավելի պատրաստական ես ներում։ Եվ իհարկե Հովսեփը ոչ միայն ներել էր նրանց, այլ նաև սիրում էր նրանց իրենց ընտանիքների հետ միատեղ, որովհետև ինքը 3 օրով բանտ դրեց նրանց, բայց հետո
անմիջապես դուրս անեց, որտեղ գիտեր սոված սպասում են տնեցիները, եւ ընդամենը մեկին թողեց Սիմեոնին, որ հենց Սիմեոնն էր այդ ամեն ինչը սկսել։ Ինքն էր առաջարկել, որ եղբորը սպանեն, եւ մյուսը Ռուբենը փորձեց ավելի մեղմացնել եւ գցեցին փոսը։ Եվ ուրեմն, երբ որ նրանք վերադառնում են, եւ նրանցից նույնիսկ փող չի վերցնում, որտեղ իր եղբայրներն են, իրանք որ գնում են տուն, տեսնում են իրենց քսակներում այդ փողը մնացել է, էլի հետ էին դրել իրանց քսակների մեջ ծորենի հետ։ Եվ երբ որ իրանք հետ են բերում Բենյամինին, իհարկե Հակոբը շատ դժվար է բաց թողում Բենյամինին, որտեղ ասում են մեկի գլուխը կերակ, հիմա այս մյուսին էլ ուտեք, ես էլ չեմ դիմանա այդ ցավին, բայց Հուդան պատասխանատվությունը վերցնում է իր վրա։ Հուդան 4-րդն էր զավակների մեջ եւ ասում է, եթե ես չգամ, թող դու իմ որդիների հետ ինչպես ուզում ես վարվիր, այսինքն եթե ես հետ չբերեմ Բենյամինին։ Եվ Հուդան իր խոսքը պահում է, ինչպես, երբ որ ուզում էր, շատ էր ուզում փորձել իրենց Հովսեփը եւ պարզել արդյոք նրանք կթողեն, կլքեն Բենյամինին, թե կպաշտպանեն նրան։ Արդյոք բացի իրենց սխալը հասկանալուց, իրենք փոխվել են, իրենք ուրիշ ձևի կվարվեն, արդեն հոգատար կլինեն իրանց եղբոր հանդեպ, թե ոչ։ Եվ դա պարզելու համար նախընտրեց իր ծառային, որ երբ որ ցորենը լցնի, երբ որ երկրորդ անգամ արդեն պիտի հետ գնային Բենյամինի հետ, եւ նա ասում է, որ իմ արծաթե բաժակը դիր Բենյամինի քսակի մեջ, այսինքն այն ժամանակվա հարուստ եւ կարևոր մարդիկ ունեին արծաթից բաժակ, մենք գիտենք, որ արծաթը թույնը հանում է դուրս, երբ որ թունավորում էին, այդ արծաթի բաժակը թույլ էր տալի պարզելու, որ թունավորված է։ Եվ երբ որ ծառան գալիս է, իրան գնում են ճամփա եւ ծառան որոշ ժամանակից հետո գալիս է, Հովսեփի ծառան ասում է, դուք ինչ անշնորհակալ մարդիկ եք, իմ Տերը ձեզ այսքան օգնեց, բայց դուք վերցրել եք, գողացել եք նրա արծաթից բաժակը, իրանք ասում են, չէ, մենք չենք գողացել, ուզում է ստուգիր, եւ երբ որ ստուգում է, հանում է Բենյամինի քսակից, նրանք եթե նրանք հին եղբայրներ ունեն, նրանք կհարձակվեն Բենյամինի վրա, կմեղադրեն եւ կասեն, դե լավ, քո մեղքն է, դու էլ մնա։ Եվ ծառան ասում է, թող մենակ էսի մնա հավեց ստրուկ մեր համար, որտեղ ինքն է մեղավոր, դուք մեղավոր չեք, հանգիստ կարող եք գնալ, ձեր ծորենը վերցրեք եւ գնացեք։ Բայց ի զարմանս ծառայի նրանք չեն գնում։ Նրանք բոլորը միասին հետ են վերադառնում եւ աղաչում են, որ ասում են մենք բոլորս էլ կմնանք։ Հովսեփ ասում է, չէ, պետք չի, նորից է փորձում։ Ասում է, մենակ թող ինքը մնա, դու ինքն է մեղավոր, ինչ եք դուք գնացեք ձեր ընտանիքների մոտ։ Եվ այդ ժամանակ արդեն Հուդան տեսնում է, որ ճար չկա, պատմում է, ասում է, գիտեք, մեր հայրը կորցրել է իր սիրելի որդուն, եւ սա իր երկրորդ սիրելի որդին է։ Եթե հանկարծ նրա հետ էլ մի բան լինի եւ նա կորչի, մենք չենք կարող մեր հորը նման ցավ պատճառել եւ հիմա աղաչում եմ, բայց թող Բենյամինը գնա, ես կմնամ։ Իմ կորուստը այդքան ցավ չի պատճառի, իմ հորը որքան Բենյամինի, հաշվիկ, որ ես եմ եղավոր եւ ես մնամ Բենյամինի փոխարեն։ Եվ այդ ժամանակ արդեն երբ որ դա արդեն բավական էր Հովսեփին։ Եվ նա հասկանում է, որ նրանք հասկացել են իրենց սխալը եւ բացի զղջալուց փոխվել են նաեւ եւ նա բոլոր իր ծառաներին հրամայում է, ասում է դուրս գնացեք եւ նա սկսում է լացել եւ ասում է գիտեք ես ձեր Հովսեփ եղբայրն եմ, որին դուք ծախեցիք, բայց ինքը այնքան բարի էր, որ անմիջապես նրանց հավաստիացնում է, բայց դուք մի վախեցեք, ես ձեզ վնաս չեմ տա, ես ձեզ ներել եմ եւ ավելին, ես ձեզ խնդրում եմ գնացեք ձեր բոլոր ընտանիքներով եւ իմ հորն էլ վերցրեք եւ բերեք, որովհետեւ այսօրը շարունակվելու է եւս մի քանի տարի եւ ես ուզում եմ, որ դուք ապահով ստեղի մոտ լինեք։
Հարց է ծագում, արդյոք եթե իրանք զղջացած չլինեին, ինքը կաներ այդ քայլը չգիտեմ, բայց նրանց զղջումը եւ փոփոխությունը շատ մեծ գործոն էր, որ ինքը աներ այդ քայլը, այսինքն բացի ներելուց նրանց օգնում է, իրանք գցեցին փոսը, բայց ինքը օգնում է, որ իրենք ելնեն փոսից, սովի փոսից։ Ինչ եք կարծում, Հովսեփը լավ զգաց դրանից իհարկե։ Երբ որ դրա համար Հիսուսը ասում է լավություն անեք ձեզ վատություն անողներին, ձեզ անիծողներին օրհնեք, որ նրանց գիտեք ուրիշ տեղ չկա այդ մարդկանց փոխվելու համար։ Միայն փոսիրով նորից կարաս փոփոխություն առաջացնես, բայց այս չի նշանակում, որ նորից թույլ տաս նրանց, որ իրենք քեզ փորձեն, այսինքն նույն հարաբերությունները չի լինելու։ Դրա համար Աստվածաշնչում Նոր Գտականում 3 տիպի սեր է հիշատակվում, մեկը էրոս, մյուսը ֆիլիո, մյուսը ագապե։ Էրոսը մենք գիտենք դա սեր է տղամարդու եւ կնոջ միջև եւ ֆիլիոն ընկերների միջև դա ընկերություն է, այսինքն փոխադարձ սեր է։ Ես սիրում եմ իմ ընկերոջը, իմ ընկերը սիրում է ինձ, մենք շատ լավ ենք իրար հետ, շատ լավ հարաբերությունների մեջ ենք, իրար հավատարիմ, իրար օգնող, իրար հասնող եւ այլն։ Եվ վերջապես ագապե սերը, որ միակողմանի սեր է, այսինքն դու սիրում ես, իսկ դիմացինը չի սիրում քեզ, միգուցե եւ ատում է եւ այլն եւ այլն։ Եվ սրանք բոլորովին ուրիշ որակի սեր են, եւ երբ որ Հիսուսը ասեց սիրիր քո թշնամուն, ինքը չօգտագործեց ֆիլիո բառը, ինքը օգտագործեց ագապե բառը, այսինքն սիրիր քո թշնամուն չի նշանակում ընկերություն անել թշնամու հետ, ֆիլիո հարաբերություններ ունենալ, դա անհնար է, մանավանդ եթե քո թշնամին չի զղջացել եւ դեռ նպատակ ունի իր վատությունը մինչև վերջ հասցնելու, բոլորովին դա չի նշանակում, բայց ասում եմ, երբ որ քո թշնամին սոված է, կերակրիր նրան, այո, եթե իմ թշնամին սոված եւ խղճուկ վիճակով կա, ես կկերակրեմ նրան, միգուցե նա մյուս օրը նորից զենքով մտնի իմ տուն, բայց ես պատրաստ կլինեմ նրան հակադարձ անելու, այսինքն Աստված մեզ սիրում է ագապե սիրով, երբ որ մենք պատասխանում ենք Աստծո սիրուն, այդ սերը փոխվում է ֆիլիո, այսինքն միմյանց սերը պատասխան է գտնում, բայց այն մարդիկ, ում Աստված կսիրի ագապե սիրով մինչև վերջ, եւ այդ սերը ֆիլիո չդառնա, վերջի վերջո Աստված այն մարդիկ, ովքեր չուզեցան բաժանվել մեղքից, չնայած Աստված ներ սիրում է ագապե սիրով, բայց նա ստիպված կլինի նրանց ոչնչացնել, որտեղ նրանք մտանգ են պարունակում իրենցից եւ հենց իրենց փրկության համար կոչացնի նրանց, որտեղ ահավոր է այդ չար վիճակում ապրելը, հավիտենական ապրելը, կամ չար մարդը, որ սովոր է մեղքեր գործելու, այսինքն մտադրությամբ է ինադու այդ մեղքերը գործում է եւ չի ուզում ապաշխարել, այդ մարդը եթե գնա դրախտ, որտեղ բոլոր միայն սեր է տիրում, բոլոր իրար հարվում ու սիրում են, միայն լավ գործեր են, միայն բարություն է, նա ուղղակի չի կարա տեղ ապրել եւ էլի կփչացնի այդ մթնոլորտը եւ ստիպված Աստված արցունքներ իր աչքերին, որտեղ ագապե սիրով է սիրում, նա կոչացնի այդ մարդկանց, բայց այն որ ինքը ագապե սիրով սիրում է, այդ մարդկանց չի նշանակում, որ ինքը չի ոչնչացնելու, տարբերությունը հասկանում եք, այսինքն ես իմ թշնամուն սիրում եմ ագապե սիրով, որտեղ հնարավոր չէ ֆիլիո սեր լինի, իմ ու թշնամուն չէ, նույնիսկ եթե թշնամին արդեն թողել է իր վատ մտադրությունները, երբեք նույն հարաբերությունները չեն կարող վերականգնել, որովհետև մեկը նորից վտանգի մեջ կլինի, եւ Հովսեփը իր եղբոր հետ կարող էր ֆիլիո հարաբերության մեջ լինել, բայց եղբայրների հետ թերևս երևի նայելի ագապե հարաբերությունների մեջ էր, որովհետև
երբ որ Հակոբը մեռավ, այս եղբայրները կարծում էին, թե չէին պատկերացնում, որ Հովսեփը կարող է իրենց ներել այդ վատությունը, որ իրենք արել էին, եւ իրանք կարծում էին, թե իր հոր խաթերը, իր հոր պատճառով է, որ ինքը չի ուզում վրեժ լուծել հիմա, սպասում էր, որ հերը մեռնի, չտենա, որտեղ հերը ցավ կապրեր, եթե տենար, որ Հովսեփը ոչնչացնում է իր մյուս զավակների, ինչպես յուրաքանչյուր ծնող, եւ նրանք նորից վախենում են, բայց Հովսեփը նորից հավաստիացնում է նրանց, ասում է մի վախեցեք, ես ոչ մի վատ բան ձեզ չեմ անելու, բացի լավից, մանավանդ, երբ որ դուք հասկացել եք ձեր սխալը եւ փոխել եք ձեր ճանապարհները, ճիշտ կյանքով եք ապրում։ Այսինքն նույն լավ հարաբերությունները կարող են եւ չվերականգնվել, բայց այդ չի նշանակում, որ մենք պիտի ատելությամբ ապրենք մեր սրտում, միշտ հիշենք։ Երբեմն գիտեք, մարդներ ունի հանգիստ ապրում է, բայց երբեմն ինչ-որ առիթներով նորից մտքիդ մեջ գալիս է այդ բանը, որ ես ինչ մարդը տարիներ առաջ ինձ սենց արեց, ինչպես հիվանդությունը, գիտեք, դուք կարող ես դեղ ընդունել հիվանդությունը գնալ, բայց որոշ ժամանակ հետո հետ գա, եւ ինչ եք դուք անելու, նորից թողնելու եք, որ դուք տառապեք, իմանալով, որ դեղը կա, ոչ, դուք նորից կգնաք այդ դեղը կվերցնեք, այսինքն, ասենք, թե ես 10 տարի ապրել եմ հանգիստ, մոռացել եմ այն վատությունը, ինչ որ ինձ արել է, եւ հանկարծ նորից ինչ-որ առիթով այդ հիշողությունները գալիս է, նորից լցվում այն մեջ, նորից խաղաղությունը սպորում է, եւ ես ինչ պիտի անեմ այդ դեպքում, թողեմ, որ ես տառապեմ այդպես, այն մարդը ոչ մի բան չի լինում, ես եմ տառապում, իմ մեջ է թույն արտադրվում, եւ ինչ ես անում, դրա համար Աստված ասում է ձեր բեռը տվեք ինձ, եւ թերևս 2 օր առաջ ես դա վերապրեցի, էլի նորից, մի բան եկավ միտքս, եւ խաղաղությունը սպորավ, ես շատ սորում այդ խաղաղությանը, որտեղ Աստված տվել է, երբ որ ճաշակում ես դա, արդեն երբ որ կորցնում ես, մի անգամից հասկանում ես, որ դու կորցրել ես դա, եւ ես ասի Աստված ջան, ես չեմ իմանա սրան, մի ժամ, թե չգիտեմ քանի րոպե ես մտածում եմ դրա մասին, արդեն այդ ինձ թուլացրեց, որտեղ իրոք թույն արտադրվում մարմնի մեջ, եւ ես հանձնեցի Աստծուն եւ խաղաղվեցի նորից, այսինքն դեղը դա է, հանձնեք Աստծուն, ներեք եւ խաղաղվեք նորից ու նորից մինչեւ իսպար դա գնա եւ վերջում կարդանք առաջինը դու մարդը իրեն է լավություն անում ներելով որտեղ չներելով ապրել սարսափելի է սարսափելի Հովսեփը համոզված էր, որ իր կյանքը Աստծո մեծ ծրագրի մի մասն է։ Նա պետք է աշխարհը փրկեր այն ժամանակի համաշխարհային սովից եւ ապա օգներ իր ընտանիքին կատարելու Աստծո խոստումը։ Իմանալով, որ Աստված եղբայրների չար ծրագրերը փոխել է, շուռ է տվել ի նպաստ ընտանիքի օգնեցին, որ Հովսեփը կարողանա ներել նրանց։ Այսինքն Աստծո այդ համարը Աստվածաշնչի, որ ասում է ամեն ինչ դեպի լավն է աշխատում նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն։ Սա հենց վառ օրինակ է։ Դավիթը ասում է Աստված իմ մթությունը, իմ խավարը սարքում է լույս։ Ուրեմն վստահենք Աստծուն, մեր բոլոր նեղությունները, մեզ նեղացնողներին։ Դա չի նշանակում, որ մենք փալաս ենք դառնում, մենք պատրաստ ենք հակադարձ տալ, թույլ չտալ, որ նորից նրանք մեզ հետ այդպես վարվեն, բայց ոչ թե ատելով կամ չներելով, դրանով մենք մեզ ենք սպանում, այլ այդ միջոցով փորձելով օգնել նրանց հասկանելու, որ իրենք սխալ են, ինչպես Հովսեփը գցեց բանտը, որ նրանք մի քիչ մտորեն, հասկանան, գցեց բանտը ոչ թե նրա համար, որ չեր ներատում էր, այլ որ նրանց հնարավորություն տա մտածելու եւ հասկանալու եւ ընդունելու իրենց սխալը։ Եվ կարծեմ, թե հիմա այդ բանտի իմաստը դրանումն է։ Ինչպես Հովսեփը իր սեփական եղբայրների կարդանք Նահապետների եւ Մարգարեներ գրքից, պեջ 232-240։ Ինչպես Հովսեփը իր սեփական եղբայրների կողմից վաճառվեց հեթանոսներին, այնպես էլ Քրիստոսը իր աշակերտների մեկի կողմից վաճառվեց իր կատաղի թշնամիներին։ Հովսեփը անհիմն կերպով մեղադրվեց եւ բանտ ընկավ իր առաքինության պատճառով։
այդպես էր Քրիստոսը արհամարվեց ու մեժվեց, որովհետև իր արդար ու անձնազոհ կյանքը հանդիմանություն էր մեղքին և իհարկե մեղքին սիրողներին։ Ու թեև ոչ մի մեղք չուներ, նա դատապարտվեց կեղծ վկաների վկայությանների հիման վրա։ Եվ Հովսեփի համբերությունը ու վեզությունը անարդարության ու ճնշումների ներքո ներելու և ազնիվ վեհանձնություն դրսևորելու պատրաստակամությունը իր անազնիվ եղբայրների հանդեպ ներկայացնում են Փրկչի անմնացորդ համբերատարությունը չար մարդկանց չարագործությունների հանդեպ։ Ներողամտություն ոչ միայն իրեն մահվան դատապարտողների հանդեպ, այլև բոլոր նրանց հանդեպ, ովքեր գնում են դեպի իրեն խոստովանելու իրենց մեղքերը և ներում գտնելու։ Այսինքն ստեղ նորից նշել, Հիսուսը ներել է նրանց, ում պիտի ինքը վառի որպես պատիժ, որ իրանք չուզեցան ընդունել իր շնորհքը։ Նո, իհարկե, այսինքն ներել է, բայց այդ չի նշանակում, որ ինքը չի պատժել։ Ոչինչ չի կարող արդարացնել այն հոգին, որը չի ներում։ Նա ողորմած չի ուրիշների հանդեպ, դրանով ցույց է տալիս, որ ինքը մասնակից չէ Աստծո ներող շնորհի։ Մեր գործող սիրտը Աստծո ներման մեջ մեծենում է անսահման սիրո մեծ սրտին։ Աստվածային կարեկցանքի ալիքը հոսում է դեպի մեղավորների հոգին և այնտեղից էլ դեպի ուրիշների հոգին։ Քնքշությունը ու ողորմածությունը, որ դրսևորեց Քրիստոսը իր հիասքանչ կյանքում, կդրսևորվի նաև նրանց կյանքում, ովքեր դառնում են նրա շնորհը տարածողները։ Սա Քրիստոսի առակների գրքից էր 251 էջից, և ուրեմն հիշենք, որ ներելը մեր ընտրությունն է։ Մենք ընտրում ենք, ներենք թե չներենք։ Եթե մենք չենք ներում, մենք էլ չենք ներվի, որտեղ մենք էլ մեղքեր ենք գործում ուրիշների հանդեպ։ Մենք էլ ենք ուրիշներին նեղացնում, բայց ցանկանում ենք չնկատել դա։ Բայց ելի նորից, ներել չի նշանակում հալած դառնալ։ Ներել նշանակում է տալ այդ մարդկանց երկրորդ հնարավորություն, բայց զգոն լինելով։ Այսինքն հարաբերությունները մինչև վերջ չեն վերականգնվում, բայց միևնույն է, քո սրտում է խաղաղություն, նրանց սրտում է խաղաղություն, այդ մարդը հասկանում է, որ նորից նույն վստահությունը չի կարող լինել, բայց դու ապրում ես խաղաղ և ինքդ էլ ներվում ես, որտեղ ներվել ես։ Ուրեմն Աստված տա, որ ամեն մեկս ճիշտ ընտրություն կատարենք։ Ընտրություն կատարենք ներելու, այլ ոչ թե թույլ տալով, որ մեր մեջ անընդհատ ատելության պատճառով թույն արտադրվի։ Աստված մեզ օգնական։ Ամեն։